Ինչու է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը դարձել իշխանությունների աչքի փուշը, թատրոնում տարակուսած են։ Աշխատավարձերի հետ կապված խնդիրներ առաջ բերեցին, ամիսներով չէին վճարում աշխատակիցներին։ Որն է բուն նպատակը։ Դերասաններից ոմանք կարծում են, իրենց լռեցնելու միտում ունեն իշխանությունները։ Թողեք մենք հանգիստ աշխատենք, թողեք մենք մեր գործ անենք, ինչ եք ուզում մեզնից։ 7 տարի դուք թատրոն չեք մտել, 7 տարի դուք մեզ չեք ասել, ժողովուրդ, ինչով եք շնչում։ 90-ամյակին ոչ մեկը չեք ասել, մի կոպեկի մեզ օգնություն չտվեց, որ մենք անենք դա։ Նրանք լումա չունեն այս մեր ամեն ինչի մեջ։ Ոչ մի անգամ ոչ մի պրեմիերա գալ, բայց ապրել ենք, չէ՞ մենք։ Այդքան ներկայացումներ ենք ունեցել, խաղացանքը, որ նայում եք, շշմելու խաղացանկա։ Եվրոպականից մինչև հայ դասականներ, բովանդակություն, որ 95-ամյա թատրոնի ողնաշարն է եղել ու Պատանի հանդիսատեսով լեփ-լեցուն դահլիճներ ունեցել։ Թե ինչու են իրենց թիրախավորել, չեն հասկանում դերասանները, բայց վստահ են, բովանդակային ձևախեղումներ են ուզում անել։ Երկու թատրոն, որոնք քաղաքապետարանի հսկողության տակ, այդ երկու թատրոնը այլանդակեցին, փոխեցին նրանց եւ դիրեկտորին, եւ գլխավոր ռեժիսորին, դրամատիկական թատրոնը, որը բավական հայտնի էր Երևանում։ Հիմա ինչ որ մարդկանց են նշանակել, որ անհասկանալի մարդիկ են եւ անում են ինչ որ քաղաքապետարանին հետաքրքիր։ Մյուս կողմից էլ դերասաններից շատերը մտավախություն ունեն, որ թատրոնի բեմադրած բովանդակության հետ անհամաձայնություն կա։ Գուցե դա է նաև պատճառը, որ իրենց հետ համագործակցության եզրեր հազվադեպ են լինում։ Եթե գաք նայեք խնդի ներկայացումը, դուք գտնեք այդ ինչ աչքերով, այդ ինչ էմոցիոնալ բան կա դահլիճում, երբ որ երեխաները գալիս են նայում են, ոնց են դուրս գալի, ոնց են վերջում սպասում ու շնորհակալություն հայտնում, այս երեխաները ունեն այդ կարոտը, այն ինչ որ մենք ասում ենք բեմից, դա իրենց սրտին մոտ է ու դրա համար երբ որ դպրոցից վերանում է հերոսների անուններ, հայոց պատմությունը, քարտեզներ, մենք այդ բաց ուզում ենք փակել։ Հայրենիք հասկացողությունը նրանց արյան մեջ չկա, նրանք անհայրենիք են։ Եթե երեխաների թատրոնը նրանք որոշել են այտենց խեղաթյուրեն իրանց ուզածի նման, խալաթ են արել։ Բոլոր օղակներում անտեղյակ մարդիկ են նստած։ Թատրոնների սպանդը ըստ դերասանների իրենց չի հասնելու, մանավանդ որ այստեղ տնօրենի հեռացման հարցել են առաջ բերել, իսկ քաղաքապետարանից ժամին տեղեկացնում են, թե որոշակի խնդիրներ են առաջացել թատրոնում։ Այդ համատեքստում ուսումնասիրություններ են կատարել, տնօրենից պարզաբանումներ պահանջել, դրանք ստանալուց հետո հարցը կքննարկեն քաղաքապետարանում եւ խոստանում են խնդրին լուծում տալ ըստ կարգի։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։